Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունիսի 7-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար, այս չարաբաստիկ օրվա համար, ինձ համար սա ուղղակի խեղկատակություն է, արդեն ընտրված են մարդիկ, արդեն գիտեմ ես ով է լինելու և եթե ես սխալվեմ, ես կգրեմ, որ ես սխալվել էի իմ ընտրության հարցում, որ ես ինչ եմ մտածում, ով է լինելու։ Դե ես տեսնում եմ իրեն աթոռին նստած։ Մի խոսքով տեսնենք ինչ է սպասվում մեզ բոլորիս այսքան ժամանակ ես երբեք չեմ ընդունել, որ ընտրությունների օրը դա չարաբաստիկ օր է։ Բայց այս ընտրությունները և այս քարոզարշավները և այս տեխնացուները ինքնին արդեն սխալմունք են մեր երկրի համար, մեր հայության համար, մեր հայրենիքի համար։ Տեսնենք ինչ է կատարվելու այդ օրը մեզ բոլորիս հետ, ինչպիսին ենք լինելու, ինչ էմոցիաներ ենք ունենալու, էմոցիաները նայեք լուսնայինով, լուսնային նշանով, տեսնենք ինչ է լինելու, ինչպիսին ենք լինելու։ Ահա, և գնայենք խոյերին, ինչ է սպասվում խոյերին հունիսի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք տարբեր տարիքի կանանց հետ, մեկը ավելի տարիքով է, մյուսը ավելի երիտասարդ, իրենց հետ կարող եք շփվել, խոսել, տեսնենք ով է տարիքով կինը, ինչ-որ մեկն է, ով որ միգուցե ձեր վիճակն է կայունացնում, միգուցե իր վիճակն է կայունանում և դուք իմանում եք այդ մասին, նա գալիս է և խոսում եք այդ մասին և զգում եք, որ մի տեսակ հանդարտվել է այդ կինը, իր մոտ ամեն ինչ կարգին է, և սա նաև ինքը ձեր կյանքում որևէ մի բան կարող է կարգավորի, կարգ ու կանոն մտցնի դրա մեջ։ Տեսնենք ով է երիտասարդ աղջիկը։ Երիտասարդ աղջիկը կամ գալիս է ձեզ մոտ, կամ դուք կգնաք իր մոտ, միգուցե իրար հետ նաև ճանապարհ եք գնում, միգուցե ձեր աղջիկն է, ձեր քույրն է, իրար հետ տեղ եք գնում, նա կարող է լինել այն աղջիկը, որ օգնում է ձեր գործերը առաջ մղել, հնարավորությունները առաջ մղել, մի խոսքով, այն գործերը, որոնք կանգնած էին, կարող դիմեք իրեն և նա օգնի, և բավականին բորբոքված եք այդ օրը։ Խոյերը նա այս նման օրերին այսպես են իրենց պահում։ Ուշադրություն դարձրեք ձեր առողջության հետ, քան մի տրվեք դրան։ Տեսնենք ինչու եք բորբոքված։ Գումարային հարց է այստեղ, գուցե գումար են առաջարկել ընտրությունա, դե եթե ընտրություններից խոսենք, գումարային հարցեր են, որոնք որ ձեզ անհանգստացնում են, բորբոքվում եք, միգուցե պարտքեն չեն տալիս, միգուցե դուք եք պարտք և այս պահին չունեք և անդադ բզբզում են, նեղվում եք դրանից, գումարային հարցերից է, որ կարող եք նյարդայնանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օրը մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունիսի 7-ին։ Կայունություն, ինչ-որ ոլորտ է կայունանալու և դա ձեզ ուրախացնելու է, ձեր տրամադրությունը բարձրացնելու է, միգուցե տան հետ է կապված այդ հարցերը, միգուցե մեկ այլ հարց է, նաև ինչ-որ կարգ ու կանոն է մտնելու ձեր որևէ գործերում, միգուցե ինչ-որ միտեղ ամրապնդվում եք, որևէ աշխատանքի վայրում, ինչ-որ բիզնես է, որը ամրապնդվում է, նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ, եթե առիթ է, այդ օրը կարող եք գնալ առիթի և այնտեղ ձեզ շատ լավ զգալ, տրամադրությունը բարձր լինի։ Մի խոսքով ինչ-որ մի կայուն բան է մտնում ձեր կյանք, նորմալ կարգ ու կանոնով, որ ձեր տրամադրությունը բարձրանում է։ Հասկանում եք, որ ինչ-որ մի բան փոխվեց ձեր կյանքում լիարժեք։ Ներքևում ֆինանսներ են, միգուցե ֆինանսների հետ է կապված։ Եվ տան հետ կապված հարցեր են, միգուցե առիթ է, գնում եք առիթի, միգուցե տուն եք մաքրում,
Գուցե տուն եք գնում, տեղավորվում եք, տեղափոխվում եք եւ վերջ ոնց որ ամեն ինչ արդեն արեցիք, դրեցիք, վերջ արդեն հանգիստ եք։ Կա ինչ-որ մարդիկ է գալիս, հյուրեր են գալիս ձեր տուն, մնում են այդ օրը գիշերը։ Դուք եք գնում ինչ-որ մեկի տուն եւ այնտեղ կարող եք նաեւ գիշերը անցկացնել։ Կամ կա սա հյուրանոց է ցույց տալիս։ Մի խոսքով ինչ-որ մի բան է, որը իր կայունությամբ նաև ձեր տրամադրությունն է բարձրացնում։ Միգուցե իրոք տան հետ է կապված, կողը ինչ-որ խնդիր ունեիք տան հետ կապված, եւ հիմա արդեն այդ ամեն ինչը անցնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկորյակներին։ Ինչ է սպասվում եկորյակներին հունիսի 7-ին։ Այդ օրը հաջողություն է, նոր դռներ են բացվում ձեր առջև, նոր հնարավորություններ են բացվում ձեր առջև։ Միգուցե նաև ինչ-որ բաներ եք փակում, բայց ինչ էլ որ լինի, այստեղ եւս հաջողություն ունեք, այդ ինչ-որ մի բանը փակեք էլ, միևնույնն է, էլի հաջորդ քայլ էլի հաջողություն է ձեզ մոտ։ Այո, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, միգուցե փաստաթղթերի հետ եք աշխատում, միգուցե գնում եք ընտրության եւ դա է ցույց տալիս, որ ծրար է եւ այլն։ Փաստաթուղթ կարող եք ստանալ, ինչ-որ քսերոքսներ անեք, ցուցակներ կազմեք ձեզ համար, ձեր գործունեության համար եւ հաջողություն ունեք։ Եթե վերագրենք դուր չեք բացում, դուրը փակում, դուր եք բացում, ապա սա եւս է մեկը մյուսի լրացնում է եւ մեկ հաջողություն, հետո եւս մյուս հաջողությունը։ Այսքանը ձեզ համար հիանալի օր է, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունիսի 7-ին։ Մի քիչ դժվար օր է, մի քիչ ծանր օր է ձեզ համար, միգուցե աշխատանքային պահերով, միգուցե մեկ այլ հարցերով, ճակատագրական օր է, ճակատագրական պահեր են ձեզ մոտ։ Նաև ինչ-որ բեռ է, որ ձեր ուսերին է, սա պետքա դուք անեք, նա պետքա դուք անեք, ոնց որ պատասխանատվությունը, այդպես բեռը շատ է ձեզ վրա, դուք պետք է անեք։ Եվ այդ ճակատագրական ոչ է քայլ կանեք ձեր կյանքում, ինչ-որ շատ կարևոր մի բան։ Ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն այդ օրը անընդհատ, ինչ-որ մարդկանց հետ, փաստաթղթեր կտանեք, կբերեք, միգուցե ընտրություն է, ընտրության եք մասնակցում, այդտեղ ծրար կարող է լինել։ Ցուցակ եք կազմում, փաստաթուղթ կստանաք, կլրացնեք ինչ-որ փաստաթղթեր, կամ քսերոքսներ կանեք, եւ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այն ինչ որ դուք եք ուզում կիրականանա, նաեւ ոմանք կարող այստեղ փաստաթղթերը դասավորում եք, որ հաջորդ օրը երկու շաբթի տանեք, օրինակ դեսպանատուն, հենց կապված օտար երկրի հետ, որ ուզում եք մեկնել, ուզում եք գնալ օտար երկիր։ Օտար երկրից ինչ որ ձեր հարազատներից կարող եք որևիցե նորություն լսել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին հունիսի 7-ին։ Շատ աշխատանք այդ օրը կունենաք, միգուցե աշխատանքի եք ընդունվում, կիրակի եք, ահա դուրս եք գալիս, աշխատանքի եք փնտրում, աշխատանքի մասն եք խոսում։ Նաև սա պետական հիմնարկություններն են, կիրակի է փակ է, ուսման կենտրոնը փակ է, այնտեղ մնում է բժշկական հիմնարկությունը, ահա գնում եք այնտեղ ինչ-որ գործեր անեք, կամ ուղղակի շատ աշխատանք ունեք, եթե թեկուզ տանն եք անում։ Ոչ մի բան է ձեզ մոտ կայունանալու, կարգավորվելու, որ դրա հետ կապված արդեն անհանգստություններ այլևս չեք ունենա, ոնց որ լարվածություն կար, հիմա արդեն հանգիստ է, կարգ ու կանոն կմտնի ձեր մոտ։ Եվ կարող է իրոք այնքան շատ աշխատանք, որ պետք է երկար այդպես ոնց որ նստեք մի տեղ եւ սկսեք աշխատել։ Երկար պետք է զբաղվեք այդ աշխատանքով։ Ոմանք իրոք այստեղ սովորում են, կարող է ուսման հետ է կապված, կարող է հաջորդ օրը քննություն ունեք։ Նաեւ գաղտնիք է, որը կբացահայտվի այդ օրը։ Ինչ որ մի բան, որ կիմանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կույսերին։
Ինչ է սպասվում կույսերին հունիսի 7-ին։ Լավ պահեր, բարձր տրամադրություն, ուրախություն, ընտանիքում շատ կարևոր տոն է, դա ուրախանում եք, ծնունդ է ուրախանում եք, տան տղամարդն է գալիս տուն, ներ հայրիկի հետ կապված ինչ-որ մի բան է, որը ևս ձեզ ուրախացնում է, և ոմանց մոտ ժամադրություն է, անակնկալներ, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, և այդ օրը ոմանք կանցկացնեն օրը ծնողների հետ, ծնողների տանը, նաև պետք է կարող այցելել նաև գեղեցկության սրահ, կարող այցելել նաև բժշկական կենտրոն, նաև դա գործերն են, որոնք ճիշտ է դանդաղ է ընթանում առաջ, բայց ավելի ամուր է ընթանում առաջ, և հանդիպում կամ շփում կունենաք ոչ տղայի հետ, տեսնենք ով է։ Նաև իրեն տեսնելուց էմոցիոնալ եք լինելու, այնպես որ չգիտեմ, ցույց չի տալիս ով է, ավելի շատ ասում է, որ իրեն հանդիպելուց դե կամ բարկանում եք, կամ ուրախանում։ Դա այստեղ ուրախությունը այնպես որ հնարավոր է, որ ուրախանում եք։ Ընտանիքի անդամ է այստեղ գալիս է տուն կարծես թե, միգուցե ձեր տղան է, ձեր եղբայրն է, բանակում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին հունիսի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք ոչ կնոջ հետ, տարիքով կին է, մեծ կին է, կարող պաշտոնով անձնավորություն է, տեսնենք ով է, վերևին ընկավ։ Նա հաջողություն կբերի ձեզ համար, նոր դռներ է բացելու այդ կինը ձեզ համար, միգուցե իր ասելով, իր պատասխանով, նաև սա դռներ է փակում։ Այստեղ պետք է ուշադիր լինեք, ովքեր որ աշխատում են, կարող ձեր տնօրենն է։ Այստեղ այդ հարցում ուշադիր պետք է լինել, նաև չի բացառվում, որ ձեզ նոր հնարավորություն է տալիս ձեր տնօրենուհին, որպեսզի դուք առաջ գնաք ձեր աշխատանքում։ Այդ կնոջը հանդիպելը նաև ձեզ համար կարող է լինել հաջողություն, հաջողակ հանդիպում և նոր դռների բացում։ Ոմանք այդ օրը կընդունվեն աշխատանքի, շատ աշխատանք ունենան, նաև կարող զբաղվել ուսմամբ, նաև կարող եք գնալ բժշկական կենտրոն։ Անակնկալներ ունեք, նվերներ, ուրախ պահեր, բարձր տրամադրություն, նաև ոմանց համար սա ժամադրություն է, երկրորդ կեսի հետ։ Կարող է առաջին ժամադրությունն է։ Այստեղ կարող է ռեստորանն է ցույց տալիս, ռեստորանային համակարգը այստեղ ինչ-որ կնոջ հետ է կապված, միգուցե ծնունդն է և այլն գնում եք ռեստորան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին հունիսի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տղայի հետ, տեսնենք ով է այս տղան։ Պետական աշխատող կարող է լինել ձեր շրջապատից, ձեր ընկերներից ոչ մեկը, գուցե նախկին աշխատողներից ոչ մեկը, այնպես ինչ-որ ձեր շրջապատից է նա, այնպես նոր մարդ չէ։ Եվ պետական աշխատող է։ Աղջիկների համար սա կարող է նոր ծանոթություն է, ձեզանից կարող է տարիքով մեծ լինել նաև, կամ ավելի իմաստուն, ավելի խելացի, և այնց որ տարիքին չհամապատասխանի, և նոր կյանքի իմաստ է մտցնելու ձեր կյանք, ձեր կյանքում նոր իմաստն է ձեր կյանքը, նոր իմաստ կստանա։ Ինչ-որ մի բան է գնալու ձեզանից նորին տեղ բացելու համար, դա լցվել է արդեն, լցվել է և կարող է գնալ նորին տեղ բացելու և նորը հաջողություն է ձեզ բերելու, այնպես որ նոր դռներ է բացվում։ Միգուցե նաև ինչ-որ մի բան է գնում այդ պահին, ինչ-որ մի դուռ է փակվում է, բայց հետո նոր դռներ կբացվեն ձեզ համար, նոր հնարավորություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունիսի 7-ին։ Խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, դուք պետք է լինեք մի փոքր խորամանկ, բայց պետք է հաշվի առնել նաև, որ խաբեբա մարդիկ կարող են լինել բացի խորամանկությունը, այնպես որ այստեղ պետք է ուշադիր լինեք և ամեն ինչ այդպես հալած յուղի նման չընդունեք,
Չվստահեք։ Չէ, գիտեք, այստեղ դուք եք լինելով խորամանկ եւ այդ խորամանկությունից լավ բան է լինելու, դա համար ուրախ կլինեք, այսինքն ոնց որ կկարողանաք խորամանկորեն այդ հարցին լուծում տալ։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ոչ տարեց անձնավորության հետ։ Ինչ որ ընտրություն պետք է անեք, առաջարկ է ձեզ անում, միգուցե տնօրենն է, միգուցե մեկ այլ մարդ է, եւ ձեզ ընտրության արժեվ է կանգնացնում, միգուցե շատ կարեւոր է, միգուցե աշխատանքի հետ է կապված եւ այլն լիքը բան։ Դա կարող է նաեւ անձնական է։ Որ դեր հայրն է, ասում է կամ գնալու ես աշխատելու կամ գնալու ես սովորելու, հա, նման ինչ որ բաներ են, որը այդ տղամարդը տարեց մարդ է, դες կառաջարկի կամ երկու տարբերակ կասի, արի այս տարբերակներով անենք ինչ որ մի բան։ Ոմանք այդ օրը, այստեղ կարող է իրոք պետական ոչ է, գործ է ձեզ առաջարկում, նաեւ կյանքում նոր իմաստ կստանա։ Այդ օրը կարող եք զգալ, որ մեծացել եք, հասունացել եք, արդեն ուրիշ ձև եք վերաբերվում ամեն ինչին, թեկուզ այս մարդու խոսելուն, այս մարդու ձեր արժև դրած այդ ընտրության արժև, հա, որ դնում է ձեզ, գուցե ձեր հայրն է իրոք առաջ կարող է հակաճառում եք, ուրիշ ձև եք վերաբերվում, հիմա ոնց որ զգում եք, որ չէ, մի տեսակ նմանատիպ հարցերին արդեն ուրիշ ձև եք արձագանքում։ Այդ օրը նաև շրջապատված կլինեք լավ մարդկանցով, միգուցե պետական նաև աշխատողներով, եւ կարող եք նաեւ ինչ որ մեկի հետ ձեր ուղիները ամեն մեկը գնա ինչ որ միտեղ կարող ձեր շրջապատից, հա, գնում եք, հավաքվում եք եւ ինչ որ մեկին պետք է հրաժեշտ տաք, ինքը գնում է մեկ այլ տեղ։ Դուք բոլորը ոտք մնում եք, ինքը գնում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունիսի 7-ին։ Խաբեբաներ, խորամանկ մարդիկ կան ձեր շրջապատում, ոչ նաև դուք պետք է լինեք խորամանկ, ինչ որ չափով, ինչ որ գործեր անելու համար, ինչ որ բաների հասնելու համար։ Դա չի բացառվում, հա։ Խորամանկություն պետք է ընդհանրապես։ Տեսնենք։ Այստեղ պետք է ընտրության առջև կանգնեք։ Միգուցե խորամանկ մարդն է։ Միգուցե ինքն է ինչ-որ մի բան առաջարկում ձեզ կամ ուզում ձեզանից եւ ընտրության առջև եք։ Միգուցե մտերիմ անձնավորություն է, բայց խորամանկ է եւ մտածում եք, հա, հիմա որպես մտերիմ մերժեք, թե այնպես անեք, որ խորամանկորեն ձեզ էլ քաշի ինչ-որ մի բանի մեջ։ Նման ինչ-որ պահեր կան։ Նաեւ դուք ինքներդ ոնց որ խորամանկ պետք է լինեք, որպեսզի ճիշտ ընտրություն կատարեք, հա, ընտրության մեջ մի քիչ աշխուժ լինեք, ոչ թե երկար մտածեք, թե ինչ եք անելու, ոնց եք անելու։ Տան հետ կապված հարցեր կան, ոմանց մոտ առիթ է, հյուրեր, ինչ որ գործեր կանեք տանը, մաքրություն կանեք տանը, հյուր կգա, միգուցե կմնա, մի քիչ դժվար է այստեղ մնա։ Ընտանիքի անդամները կարող են լինել, խոսեք իրենց հետ, շփվեք, տան մասին խոսեք, տան վերաբերյալ խոսեք։ Եվ այդ օրը գաղտնիք կբացահայտվի, իսկ ոմանց համար էլ ուսում է սա։ Կսովորեք, կպատրաստվեք, միգուցե քննությանն եք պատրաստվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունիսի 7-ին։ Հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց անձնավորության հետ, դա կարող է լինել ձեր հայրը, կարող է լինել մեկ այլ մարդ, կարող է լինել պաշտոնավոր անձնավորություն, նաև տեսնենք ով է։ Սիրելի է։ Սիրելին է, ձեր երկրորդ կեսն է, միգուցե տարիքով մեծ չի, այլ խելքով եւ իմաստությամբ ավելի մեծ, կամ սիրելին դա նաև կարող է լինել իրոք ձեր հարազատները, հայրը, եղբայրը, ձեր մեծ եղբայրը, սիրելի մարդ։ Կարող է նոր եք ծանոթանում ինչ-որ մեկի հետ այդ օրը։ Այդտեղ ծանոթություն էլ է հնարավոր, բայց այդ ծանոթությունը կարող է երկար չտևել, չնայած որ սա հետևում կա, հնարավոր է նաև ամրապնդվում է։ Կարող է իրար լավ եք հասկանում, մեկ ակնթարթ լինի ծանոթությունը, բայց
հետևից այս քարտը, նաև ասում է, որ կարող է ավելի ամրապնդվել, երկար տևել։ Նաև այդ օրը հյուրեր կընդունեք, ճանապարհների կլինեք, այստեղ այնտեղ կգնաք, նաև նորություններ կլսեք, ավելի աշխույժ կլինեք, որ ինչ-որ գործ անեք, սա անեք, դա անեք, այդպես անընդհատ տեղեն տեղ։ Եվ ինչ-որ մի ոլորտ ձեզ մոտ կկայանա, ինչ-որ մի ոլորտ ձեզ մոտ կկարգավորվի, որ ոլորտը, որ ձեզ անհանգստացնում էր, հիմա ոնց ավելի հանգիստ կլինեք կամ կանեք այդ օրը կվերջացնեք, որ դրա մասին այլևս չմտածեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին հունիսի 7-ին։ Փոփոխություն է, որը կմտնի ձեր կյանք, ոմանց մոտ հղիություն է, ոմանց մոտ ծննդաբերություն է, փոփոխությունը կարող է լինել տարածքի փոփոխություն, տան, բնակարանի, ինչ-որ աշխատանքի չի բացառվում, այդ փոփոխություն է, թե հիմա ինչ-որ մի բան է մտնում մարդու կյանք, փոխում է մարդու կյանքը, գումար այդ օրը եւ կարող եք ստանալ եւ ծախսել, գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, գումարային թեման կբարձրաձայնեք, նաեւ շփում, հանդիպում կունենաք ձեր ընկերոջ հետ, ձեր նոր ընկեր եք ձեռք բերում, նոր ինչ-որ մեկի հետ եք ծանոթանում այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։